Հայաստանը կարող է կանգնած լինել ռազմական պատմության ամենակարևոր շրջադարձերից մեկի առաջ։ Տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունը վերջին տարիներին կտրուկ փոխվել է։ 2020 թվականի պատերազմը ոչ միայն տարածքային, այլև տեխնոլոգիական պատերազմի դաս էր։ Այն ցույց տվեց, որ ժամանակակից հակօդային պաշտպանության շերտային համակարգերը, անօդաչու տեխնոլոգիաները և ճշգրիտ հրթիռային սպառազինությունը կարող են ամբողջությամբ փոխել մարտադաշտի տրամաբանությունը։ Բայց հիմա հարցը փոխվել է։ Եթե Հայաստանը իսկապես քննարկում է հնդկական Pralay կիսաբալիստիկ մարտավարական հրթիռների ձեռքբերումը, ապա խոսքը պարզապես հերթական սպառազինության մասին չէ։ Խոսքը նոր ռազմական մտածողության, նոր զսպման մոդելի և նույնիսկ նոր աշխարհաքաղաքական ուղղության մասին է։ Այսօր մենք մանրամասն կվերլուծենք, ինչ է իրականում Pralay-ը, ինչու է այն վտանգավոր նույնիսկ ժամանակակից հոբ համակարգերի համար, ինչու է Հայաստանը մտածում հենց այս տարբերակի մասին, և արդյոք սա կարող է փոխել Հարավային Կովկասի ռազմավարական հաշվեկշիռը։ Մինչ սկսելը մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին, որովհետև այստեղ մենք խոսում ենք այն թեմաների մասին, որոնք փոխում են տարածաշրջանի ապագան։ Pralay-ը դասական բալիստիկ հրթիռ չէ, այն դասվում է կիսաբալիստիկ մարտավարական հրթիռների շարքին։ Սա նշանակում է, որ այն չի շարժվում կանխատեսելի, դասական պարաբոլիկ հետագծով, ինչպես հին սերնդի հրթիռները։ Այն ունի մի առանձնահատկություն, որը կարող է ամբողջությամբ փոխել հակահրթիռային հաշվարկների տրամաբանությունը, թռիչքի ընթացքում մանևրելու ունակությունը, հատկապես վերջնական փուլում, երբ հրթիռը մոտենում է թիրախին, այն կարող է փոխել ուղղությունը, բարձրությունը և անկյունը։ Սա տեսականորեն կրճատում է հակահրթիռային համակարգերի արձագանքման ժամանակը և դժվարացնում է թիրախի հետագծի կանխատեսումը։ Եթե սովորական բալիստիկ հրթիռը կարելի է հաշվարկել և որսալ որոշակի ալգորիթմներով, ապա մանևրող հրթիռը դառնում է շարժվող, անկանխատեսելի թիրախ։ Սա հենց այն կետն է, որտեղ Pralay-ը դառնում է ռազմավարական գործիք, ոչ թե պարզապես հրթիռ։ 2020 թվականի պատերազմը ցույց տվեց մեկ դաժան իրականություն։ Ադրբեջանը ստեղծել է շերտային պաշտպանություն, որը ներառում է իսրայելական բառակ համակարգեր, ռուսական S-300-ներ, տարբեր ռադարային ինտեգրացված կառավարման համակարգեր։ Այս շերտային մոդելը ստեղծում է պաշտպանական ցանց, որտեղ տարբեր բարձրությունների և հեռավորությունների վրա գործող համակարգերը փոխլրացնում են միմյանց։ Դասական բալիստիկ հրթիռները նման միջավայրում ավելի կանխատեսելի են, բայց մանևրող կիսաբալիստիկ հրթիռը կարող է բարդացնել ամբողջ հաշվարկային համակարգը։ Եթե Երևանը իսկապես քննարկում է Pralay-ի տարբերակը, ապա դա նշանակում է, որ 2020-ի փորձը դարձել է ռազմավարական դաս, և այժմ փորձ է արվում գտնել լուծում, որը կխախտի հակառակորդի պաշտպանական մոդելը։ Այստեղ պետք է զգույշ լինել և չընկնել չափազանցված գնահատականների մեջ։ Ոչ մի համակարգ անխոցելի չէ, ոչ մի հրթիռ անորսալի չէ, բայց հարցը հավանականության և հաշվարկի բարդացման մեջ է։ Եթե հրթիռը փոխում է իր հետագիծը վերջնական փուլում, ապա հակահրթիռային համակարգը պետք է առաջինը վերահիշի թիրախի նոր հետագիծը, երկրորդը վերաուղղորդի հակահրթիռը, երրորդը արձագանքի շատ ավելի կարճ ժամանակում։ Սա նվազեցնում է հաջող որսի հավանականությունը։ Հենց այս տրամաբանությունն է Pralay-ին դարձնում քաղաքական զսպման գործիք։ Եթե գործարք իրականանա, Հայաստանը կարող է դառնալ Pralay համակարգի առաջին արտասահմանյան օգտատերը։ Սա արդեն ռազմականից դուրս է գալիս և մտնում է աշխարհաքաղաքական հարթություն։ Դա նշանակում է Հնդկաստանը Հայաստանին դիտարկում է որպես ռազմավարական գործընկեր։ Հարավային Կովկասում ձևավորվում է նոր պաշտպանական առանց։ Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան տրիադային հաշվեկշիռ է ստեղծվում։ Հիշենք, որ Թուրքիան և Պակիստանը սերտ ռազմական կապեր ունեն։ Ադրբեջանը նույնպես համագործակցում է Պակիստանի հետ։ Այդ ֆոնին Հայաստան-Հնդկաստան համագործակցության խորացումը ունի նաև խորհրդանշական նշանակություն։ Այստեղ ամենաբարդ հարցերից մեկն է։ Հայաստանի հիմնական ռազմավարական գործընկերը երկար տարիներ եղել է Ռուսաստանը, սակայն վերջին տարիներին պաշտպանական համագործակցությունը բազմազանեցվում է։ Pralay-ի ձեռքբերումը կնշանակի, որ Հայաստանը փորձում է նվազեցնել մեկ մատակարարից կախվածությունը, ստեղծել բազմավեկտոր պաշտպանական մոդել, դիվերսիֆիկացնել ռազմատեխնիկական համագործակցությունը։ Սա կարող է ընկալվել որպես ինքնուրույնության բարձրացում։ Եթե Հայաստանը ունենա մանևրող կիսաբալիստիկ հրթիռներ, ապա փոխվում է զսպման տրամաբանությունը։ Զսպումը հիմնված է ոչ թե կիրառման, այլ կիրառման հնարավորության վրա։ Եթե հակառակորդը գիտի, որ իր կարևոր ռազմական ենթակառուցվածքները կարող են հայտնվել դժվար որսացող հրթիռների թիրախում, ապա նա ստիպված է վերանայել իր ռիսկերի հաշվարկը։
Սա կարող է բարձրացնել բանակցային դիրքը, նվազեցնել հարձակման հավանականությունը կամ հակառակը ուժեղացնել սպառազինությունների մրցավազքը։ Բայց այստեղ կան նաև ռիսկեր, բարձր ֆինանսական արժեք, տարածաշրջանային լարվածության աճ, ադրբեջանական հակազդեցություն, Թուրքիայի հնարավոր ներգրավվածություն, ռազմական հավասարակշռությունը երբեք միակողմանի չի փոխվում։ Այս պատմությունը հրթիռի մասին չէ, այս պատմությունը Հայաստանի ընտրության մասին է։ Տարածաշրջանը մտնում է նոր փուլ, Հարավային Կովկաս այլևս միայն տեղային հակամարտությունների գոտի չէ։ Այն դարձել է մեծ տերությունների մրցակցության հանգույց, տեխնոլոգիական սպառազինությունների փորձադաշտ և աշխարհաքաղաքական ճնշումների խաշմերուկ։ 2020 թվականի պատերազմը բացեց դաժան մի ճշմարտություն, պատերազմը փոխվել է, հին հաշվարկները այլևս չեն աշխատում, պարզ զենքի քանակը այլևս որոշիչ չէ։ Որոշիչ են արագությունը, տեխնոլոգիան, անակնկալ և հաշվարկի խափանումը։ Եթե Հայաստանը իսկապես գնում է մանևրող կիսաբալիստիկ հրթիռների ճանապարհով, ապա դա նշանակում է, որ Երևանը փորձում է անցնել պաշտպանական մտածողությունից դեպի զսպման մտածողություն։ Զսպումը չի նշանակում պատերազմ սկսել, զսպումը նշանակում է այնպես վերաձևել հավասարակշռությունը, որ պատերազմը դառնա չափազանց թանկ։ Բռալայի նման համակարգերը հենց այդ տրամաբանության մեջ են գործում, դրանք ստեղծում են անորոշություն հակառակորդի հաշվարկներում, դրանք կրճատում են վստահությունը հակահրթիռային պաշտպանությանը, դրանք ստիպում են վերանել ռազմավարական ռիսկերը։ Բայց այստեղ կա ավելի խորը հարց. արդյոք Հայաստանը պատրաստ է նոր ռազմական դոկտրինի։ Նոր դոկտրին, որտեղ դիվերսիֆիկացվում են ռազմական գործընկերությունները, նվազեցվում է մեկ մատակարարից կախվածությունը, ստեղծում է բազմավեկտոր պաշտպանական համակարգ, ուժեղացում է հարվածային զսպման բաղադրիչը։ Սա միայն տեխնիկական որոշում չէ, սա քաղաքական որոշում է։ Հնդկաստանի հետ համագործակցության խորացումը նաև աշխարհաքաղաքական ազդակ է, այն ցույց է տալիս, որ Հայաստանը փորձում է դուրս գալ փակ շրջանակից և մտնել լայն ռազմավարական դաշտ։ Միևնույն ժամանակ պետք է հասկանալ, յուրաքանչյուր նման քայլ ունի հետևանքներ։ Տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը կարող է արագանալ, Ադրբեջանը կարող է փորձել արդիականացնել իր հակահրթիռային պաշտպանությունը, Թուրքիան կարող է ուժեղացնել տեխնոլոգիական աջակցությունը Բաքվին։ Այսինքն հավասարակշռությունը չի մնում ստատիկ, բայց կա մի կարևոր բան. պատերազմը սկսվում է այն պահին, երբ կողմերից մեկը վստահ է, որ կարող է հաղթել առանց չափազանց մեծ գնի։ Եթե այդ վստահությունը կոտրվում է, եթե հաշվարկները դառնում են անորոշ, եթե հարձակումը դառնում է չափազանց ռիսկային, ապա զսպումը սկսում է աշխատել։ Հենց այստեղ է Պռալայի գաղափարական նշանակությունը։ Սա պարզապես հրթիռ չէ, սա հաշվարկների խախտում է, սա ռազմավարական անորոշության ստեղծում է։ Սա նոր հավասարակշռության փորձ է, բայց վերջնական հարցը մնում է նույնը։ Կկարողանա Հայաստանը համադրել տեխնոլոգիական սպառազինության հետ, կկարողանա ռազմական գնումը դարձնել համակարգային վերափոխման մաս, կկարողանա Հայաստանը համադրել տեխնոլոգիական ռազմավարության հետ, կկարողանա ռազմական գնումը դարձնել համակարգային վերափոխման մաս, կկարողանա ստեղծել պաշտպանական ճարտարապետություն, որտեղ յուրաքանչյուր տարր հոբ, հարվածային միջոցներ, հետախուզություն, էլեկտրոնային պայքար աշխատում են միասին։ Եթե այո, ապա խոսքը ոչ թե մեկ գործարքի, այլ ամբողջ ռազմական մտածողության փոփոխության մասին է, եթե ոչ, ապա ցանկացած համակարգ կմնա պարզապես թանկարժեք տեխնիկա։ Հարավային Կովկասը մտնում է բարդ փուլ, ուժերի բալանսը շարժման մեջ է, դաշնակցությունները վերաձևավորվում են, տեխնոլոգիաները զարգանում են արագ, քան քաղաքական որոշումները, այս պայմաններում պետությունները կանգնած են ընտրության առաջ։ Հարմարվել հին տրամաբանությանը, թե կառուցել նոր հաշվարկ։ Պռալայի հնարավոր ձեռքբերումը հենց այդ ընտրության խորհրդանիշն է։ Սա փորձ է ցույց տալու, որ Հայաստանը պատրաստ է ոչ միայն արձագանքել, այլ նաև ձևավորել իր ռազմավարական միջավայրը։ Ի վերջո, անվտանգությունը զենքի քանակով չի չափվում, այն չափվում է հակառակորդի հաշվարկի վրա ազդեցությամբ։ Եվ եթե որևէ համակարգ կարող է փոխել այդ հաշվարկը մի քանի տոկոսով, ապա այն արդեն ռազմավարական գործիք է։ Հարցը մնում է բաց. կդառնա Հայաստանը տարածաշրջանային զսպման մոդելի կրող, թե Հարավային Կովկասը կմտնի սպառազինությունների նոր մրցավազքի փուլ, ժամանակը ցույց կտա։ Բայց մի բան արդեն պարզ է, խաղի կանոնները փոխվում են, եւ այն պետությունը, որը առաջինը կհարմարվի այդ փոփոխությանը, կունենա առավելություն։